Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Լիաննա Վանեսյանին, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել 060 35 11 31 հեռախոսահամարներով եւ հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Լիաննա Վանեսյանը շաքարային դիաբետ ունեցող երեխայի ծնող է եւ այսօր խոսելու ենք թե ինչու է այս խնդրի շուրջ ծնողների դժգոհությունը առաջացել, ինչու է մամուլի միջոցով աղմուկ բարձրացել, որտեղ ենք թերացել եւ որտեղ կան խնդիրներ, որ պետք է լուծվի։ Տիկին Վանեսյան, արդեն 1 ամսից ավել է, որ մենք խոսում ենք այս խնդրի մասին եւ հիմնականում խոսակցության թեման սկսվեց նրանից, երբ երեխաների ինսուլինը փաստորեն ուշացրել էին ինսուլինի այդ տրամադրման գործընթացը, որից հետո իմ հյուրը եղավ Կաթիլ հիմնադրամի նախագահը Կարինե Մկրտչյանը։ Դրանից հետո ինձ մոտ հյուրընկալվեցին մի քանի ծնողներ, խոսեցին խնդիրների մասին։ Հիմա պետք է այս մեր շարքը հաղորդումների դարձնել շարունակական, այնքան մինչև խնդիրները բոլորը լուծվեն եւ չլինեն դժգոհող ծնողներ։ Հիմա դուք եւս ծնող եք, ով ունի երեխա այս խնդրով, բայց կարծես թե դուք ինչպես մյուս ծնողները այնքան էլ դժգոհ չեք այն համակարգից, որը մշակվել է եւ ձեր երեխան օգտվում է այդ կամ դեղորայքից, չգիտեմ, աջակցությունից։ Մի խոսքով ներկայացրեք ինչու է խնդիրը մեկը, բայց ճամբարները կարծես թե տարբեր են դարձել։ Նախ որ ողջունում եմ ձեզ, հարգելի Մարի ջան եւ հարգելի Նոյան Տապան, շնորհակալ եմ շատ այս հնարավորության համար։ Ես ձեզ ասեմ, որ մեր պայքարը սկսվել է մեր հզոր աղջիկներից մեկի, որի անունը Լիաննա է, որ ինքը շատ խելացի հզոր անձնավորություն է, նույնպես ինձ թվում է հնարավորություն կլինի, որպեսզի Լիաննան եթեր անի, իսկ Լիաննայի պատմությունը, ասենք 10 տարուց ավելի է, որ իր երեխան դիաբետ է, իսկ իմ երեխան, ասենք պատմությունը 3 տարի է, երբ որ ինքը սկսեց պայքարել, ես սկսեցի, որ ասենք տեսա, որ դեպի, ինչպես ասեմ, սկսում է այդ խնդիրները, հասկացա, որ բավականին շատ են եւ ես էլ որոշեցի միանամ Լիաննային, հետո Աննան մեզ միացավ, հետո այլ աղջիկներ, ու պատկերացրեք, ես շատ տեղեր եմ դիմել եմ ազգային ժողով, շատ պատգամավորների հետ եմ հանդիպում ունեցել, որտեղ Լիլիթ Ստեփանյանի, Տիկին Բաթոյանի, նոր վերջում արդեն Արսեն Թորոսյանի հետ ենք հանդիպում ունեցել եւ շատ նամակներ են գրել եւ շատ բավականին հանդիպումներ, այսպես ասած, հետո Մի ճշտող հարց է, եկեք առանձնացնենք արդեն։ Ասում եք մենք աղջիկներով սկսել ենք այս պայքարը։ Մենքի տակ քանի ծնողի մասին է խոսքը։ Եվ արդյոք այն ծնողները, ովքեր եղել են մեր տաղավարում, նրանք այդ աղջիկների, այդ ծնողներից Այո, եղել է, Ալինան եղել է ինձ հետ, որ ես կազմակերպել եմ հանդիպումը նախարարների հետ, առողջապահության եւ սոցիալ նախարարության հետ։ Իսկ ինչ խնդրից սկսեցիք այդ հանդիպումները։ Առաջին խնդիրը ո՞րն է եղել։ Անհանգստությունը ո՞րն է եղել, որ մոտեցել է։ Շատ հարցեր կան, ասենք ինսուլինի որակից սկսած, ճիշտ ասած, այս ինսուլինները իրանք շատ որակով են եւ շատ գոհ են, չնայած ես դժգոհ եմ, որովհետեւ իմ աղջիկս այս բավականին 8 այլընտրանքային ինսուլինի անհրաժեշտություն։ Այո, անհրաժեշտություն։ Հիմա տեսեք, առողջապահության նախարարությունը մեզ քայլ առաջ է եկել, առաջընթաց, բայց չգիտեմ ինչի սոցիալ նախարարությունը ոչ մի կերպ չի կարողանում, այսինքն չի էլ ցանկանում, որպեսզի առաջընթաց գա։ Եվ հիմնականում մեր խնդիրը հիմա ներկայիս սոցիալ նախարարության հետ է եւ օգտվելով առիթից ես կարող եմ հատուկ իմ շնորհակալությունս հայտնել մեր Հաղթահարենք դիաբետը միասին հիմնադրամի տնօրեն Խանդութ Հովհաննեսյանին եւ մի քիչ
կներեք հուզվում եմ եւ ինչպես նաեւ Կարինե Մխիթարյանին Կաթիլ հիմնադրամի իրենց արածը քրտնաջան աշխատանքը իսկապես անգնահատելի է եւ շատ շնորհակալ եմ իրանցից ես իմ շնորհակալությունս եմ հայտնում նաեւ առողջապահության նախարարության Մարինե Հարությունյանին Վարդուհի Գրիգորյանին որ իրենք իսկապես հրաշալի մարդիկ են Լիանա այսպեսի մի բան հասկացա որ գոհ եք հիմա շնորհակալությունները կոնկրետ ինչին է վերաբերվում ինչու նախորդ ծնողների մոտ չկա այդ գոհունակությունը ես դրա համար հարցեցի երբ որ դուք հանդիպել եք նախարարի հետ ինչ գրությամբ եք հանդիպել եւ այդ ձեր գրության ներքո Քանի երեխայի անուններ գրանցված եղել նկատի ունեմ Գիտեք իրանք ինչի որովհետեւ իրանք չգիտեն Մարինե Հարությունյանը ով է չգիտեն Վարդուհի Գրիգորյանը ով է բայց պատկերացրեք եւ հարցս հետեւյալն է ծնողը պետք է իմանա նրանք ովքեր են թե այդ համակարգը այնպես պետք է աշխատի որ ուզում եմ ասել դուք խնդիրներով գնացել եք նրանց մոտ ինչ խնդիրներից էին իրենք տեղյակ եւ ինչ խնդիրներ եք դուք առաջ բերել Եվ այդ ցանկում եղել են այդ 900 երեխաները Դե գիտեք ոնց հա այստեղ ասենք շատ խնդիրներ կա հավատացեք որ Օրինակ մենք խոսեցինք ինսուլինի մասին ծնողները առաջարկում են նաև որ լինի ինսուլինի այլընտրանքային որտեղ որակից բողոքում են մյուս խնդիրը որն է Հիմա ներկայությամբ միջև 18 տարեկաններին հիմնական խնդիրը առողջապահության նախարարության կողմից ես նշեմ որ այլընտրանքային ինսուլիններն են հետո ձեզ ասեմ որ սենսորների պահը 26 թվականին որ մենք իմացել ենք ասենք այդ մետրոնիկն է բայց ցանկանալով հանդերձ որ չենք ուզում էլի նա բավականին մեծ է այսինքն անհարմար է դրա համար շատ կցանկանայինք որպեսզի ուրիշ տեսակ լինի բայց հիմա ես ինչպես հասկացա շուտ է էլի այսպես ասած այս խոսակցությունը քանի որ դեռ չի երևում հորիզոնականում այդ սենսորները պիտի լինի որ նոր հետո այս խոսակցությունը առաջ բերի Ջիմետների մասին են խոսում ծնողները որ քանակը ավելացրել են բայց որակը չի գոհացնում եւ վաճառում են որպեսզի ավելի որակյալները Այդ վաճառքի մասին ես տեղյակ չեմ, բայց ասեմ ձեզ, որ ջիմեթը նորմալ թեստերից է, ինչպես նաև չգիտեմ, եթե Այդ դեպքում բողոքները ինչի համար են, գուցե ամեն երեխայի չէ, ինչն է խնդիրը։ Եք ինքները դա օգտագործում եք։ Ճիշտ ասած օգտագործում եմ, բայց պահի տակ նորմալ է ցույց տալի, պահի տակ էլ ինքը բարձր է տատանումներն է, որ անհանգստացնում են։ Այո, բարձր է ցույց տալիս, հիմնականում ես նախընտրում եմ կոնտուր թեստերիզները Իսկ դա նշանակում է որ դուք ինքներդ եք գնում դրանք Դե գիտեք ոնց է ինձ հիմնադրամն է հովանավորում Կաթիլ հիմնադրամն է ինձ հովանավորում որ ես շատ Այսինքն Կաթիլի հնարավորությունը չկա որ բոլորին ավելի որակյալ որովհետև այո իսկապես չկա որովհետև այդտեղ պիտի լինեն շահառուներ ու ես շատ էի ուզում նաև սոցիալնախարարությունում այլ այսինքն գնացել եմ հանդիպում եմ ունեցել Տիկին Ստեփանյանի հետ բայց չգիտեմ ինչի իրանք չեն ցանկանում այս առաջընթացը որ ես անընդհատ միշտ ասել եմ էլի ասել եմ որ ինչի չեք ուզում Արդեն եթե առանձնացնենք առողջապահության նախարարությունը որոշակի քայլեր անում դրանք դեղորայքներն են երիզներն են այսինքն որոշակի պարագաներով առողջապահության նախարարությունը ձեզ ապահովում է անկախ նրանից որակյալ է թե անորակ Պետք է խոսել նաև որակյալի մասին, որ որակով լինեն, որ ծնողները գոհ լինեն։ Իսկ սոցիալ նախարարության հետ հանդիպումները հիմնականում երևի թե վերաբերվում են այդ կարգի հետ եւ թոշակների հետ կապված։ Իդեպ ես ասեմ, որ առողջապահության նախարարությունից ես մարդ էի հրավիրել Կաթիլ հիմնադրամի նախագահի հետ Կարինե Մխիթարյանի հետ, որպեսզի այստեղ երկուսով լինեն եւ խնդիրը հասկանային քննարկենք, նրանք մերժեցին իմ հրավերը։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե դուք հանդիպում եք Այ նմանատիպ զրույցներ ինչպես են վարվում եւ ինչպես եք դուք հասկանում որ այդ առաջին քայլը առողջապահության նախարարությունը անում է բայց սոցիալը դոփում է տեղում Որտեղ է երևում
Գիտեք, ես օրինակ իրանց քայլերից եմ նկատել, Քայլ մեկ, որ այդ անորակ բաներն են տալիս ծնողներին կամ ճիշտ ասած այդ որակի պահով էլ մենք պիտի խոսենք, որովհետև մենք դեռ շատ անելիքներ ունենք ու մենք ցանկանում ենք ասենք այս մեր պայքարը, որ մենք սկսել ենք դեպի միջև վերջը գնալու, մենք այսպես չենք կանգնելու, էլի, մենք պիտի անպայման այնպես անենք, որ միջև վարչապետ մեր անպայման Նիկոլ Փաշինյանը լսի, իդեպ նշեմ, որ ես շատ նամակներ եմ գրել բազմիցս պարոն Փաշինյանին, բայց չգիտեմ ինչի տեղ չի հասել, օգնական Կարինե Դավոյանը ինձ պատասխանեց, պատկերացրեք, որ նամակները գրեցի, հետո ինձ զանգեց Կարինե Դավոյանը, ասեց, որ Լիանա ջան, մենք կարող ենք ձեզ օգնել, հետո ասեց, որ քանի հոգի գրեք ու այդ մարդիկ սկսեցին գրելը, եկավ այդ 40 թիվը, հետո ասեց, որ չէ, գլուխս ցավում է, մի խոսքով չեմ կարող, իմ մոտ այնպիսի տպավորություններ, որ հետո փոշմանեց, հիմա ուզում եմ հասկանամ, ինչի պարոն Փաշինյանի օգնականները այդպես են էլի աշխատում, ես շատ կուզենամ, որ վարչապետը այս սրա մասին տեղյակ լինի, որ բավականին այսպիսի լուրջ խնդիրներ կա եւ ինչի չի էլի ասենք կարողանում այդ քայլերը որպեսի ձեռնարկեն մեզի աջակցեն, չէ որ պետք է կառավարությունը այս երեխաների ապրելակերպը բարելավի, որ ասենք անընդհատ ասում են առողջ ապրելակերպ, առողջ ապրելակերպ։ Դրա մեջ պետք է լինի թոշակները, սնունդը, նորմալ եւ օրակյալ դեղորայքը։ Առողջ ապրելակերպը գիտեք որն է, իմ ընկերուհիս ասենք որ Ռուսաստանի Դաշնությունում է 53 տարեկան է, ես կարող եմ բարձրաձայն ասել, ինքը ստանում է որակյալ ինսուլիններ, կներեք դիաբետիկ այլ պարագաներ, ինչպես նաև սպորտով են ապահովում, 15,000 ռուբլի թոշակ ստանում, կարողանում է անվճար հետազոտություններ անել։ Ընդ որում այդ անվճար հետազոտությունների հետ կապված ես մի մամաներից, մայրիկներից մեկից առավոտյան հաղորդագրություն ստացա, որտեղ անուսը տեսել էին, որ գիտեն, որ դուք մեր հյուրն եք լինելու, Աննա Հախոյանը, որ փաստորեն դստերը մալայան կենտրոն տանելու համար նա պետք է ունենար կարգ, որ ամեն ինչ լիներ անվճար, բայց ցավոք չունի կարգ եւ պետք է ստիպված վճարի այդ գումարները, որպեսզի իր երեխան անցնի համապատասխան ակնաբուժական այդ հետազոտությունը։ Այո, անպայման պետք է կարգ ունենան, ու չգիտեմ ինչի հիմա այդ Դուք կարգ ունեք, կներեք ձեր Այո, իմ երեխան ունի, բայց գիտեք ուզում եմ նշեմ, որ երբ որ իմ երեխան 22 թվականին կանչեցին, այսպես ասած կոմիսիայի, իմ երեխային ներս հրավիրեցին, ինձ ջուր տվեցին, հանգստացրեցին էլի, ու անմիջապես ասեցին բերեք տեսնենք ինչ թվեր ունեք, ինչպես եք ձեզ զգում, եւ անմիջապես ասեցին, որ դիաբետը համարվում է հաշմանդամություն։ Եվ անմիջապես կարգ տվեցին։ Հիմա դե եկեք ասում այս տաղավարը նրա համար է, որ նստենք շիտակ խոսենք եւ անկեղծ լինենք։ Ինչպես է ստացվում այդ թվերով, կոնկրետ ձեր երեխայի պարագայում, չէ՞, մյուս երեխաներ կարող է ստացած լինի կարգը։ Ինչպես է լինում, որ նույն ցուցիչներով 10 երեխայից 2-ը կարգ են ստանում, 8-ը չեն ստանում։ Ինչպես եք բացատրում այդ։ Դե գիտեք, մեր ժամանակ նորից եմ շեշտում, ասենք 22 թվականը միջև այս ֆունկցիոնալության համակարգը ստեղծելը շատ հեշտ կարողանում էին բոլորը այդ կարգը ստանան, բայց հեշտություն ասելով ինչ է, դա ինչ որ մոտեցում է, թե հենց ցուցիչները պետք է խոսեն։ Որևէ ինչ որ խնդիրներ։ Տեսեք Տիկին Վանեսյան, այստեղ խնդիրը որն է։ Դուք ասում եք, ես հանդիպել եմ նախարարների հետ, ինձ ճանաչում է նախարարությունում եւ այլն, ես որպես շարքային քաղաքացի եմ այդ հարցը տալիս եւ ոչ թե որպես հաղորդում ձեզ հետ վարող։ Կարծում եմ, որ ոչ մեկ չպետք է ճանաչի այդ ծնողների երեխաներին։ Այսինքն կա խնդիրը, կա հասարակական կազմակերպություն, ենթադրենք թե Սկաթիլ հիմնադրամը բավականին շատ ձեր բախտասիրությունին բերել է, որ Կարինե Մխիթարյանը ձեր կողքին է, որտեղ 14 տարի առաջ Կարինե Մխիթարյանի աղմուկի շնորհիվ կարողացանք պետությանը որոշակի ձևով պարտավորվածություններ դնել նրանց վրա, այդ երեխաների հետ կապված։ Ինչու հիմնադրամի միջոցով այդ գործառույթները թեկուզ չեն իրականացվում, այլ ծնողները պետք է Վան ու գործը թողած գնան նախարարություններ, դռներ թակեն,
խնդիրների մասին խոսեն, ներողություն խոսքը ձեր մասին չէ, ինչ որ մեկը մեկին հաջողանա կամ ինչ որ մի բան, նոր ստացվի գործը տեղից շարժվի։ Այստեղ որտեղ է բացը, ինչպես բացատրել։ 10 երեխա ունեն նույն խնդիրը, երկուսը ստանում են կարգ, 8-ը ոչ, ինչպես եք բացատրում։ Նույն ժամանակահատվածի մասին է խոսքը։ Այդ մեկը ես չեմ կարող ասեն կոնկրետ ձեզ պատասխանել, բայց ասեմ, որ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ չգիտեմ, այս ֆունկցիոնալության համակարգը նրա համար են ստեղծել, որպեսզի մեր երեխաները չկարողանան այդ կարգից օգտվեն։ Այսինքն անկախ նրանից, որ դուք օգտվում եք, դուք գտնում եք, որ այստեղ կա թերություն, որ մյուս երեխաները չեն օգտվում։ Կան, իհարկե կան։ Իսկ Արսեն Թորոսյանի հետ հանդիպելու ժամանակ այս խնդրի մասին դուք խոսել եք։ Իհարկե խոսել ենք, Արսեն Թորոսյանը մեզ շատ լավ ընդունեց եւ խոստացավ, որ իր լիազորությունների սահմանում, որպեսզի այս հոգսերը կարողանա իր վրա վերցնի եւ հարցերի լուծում տա։ Ուղղակի մի քիչ ժամանակ ապեր։ Այդ մի քիչ ժամանակը երեխաների առողջության դեմ է։ Եկեք խոստանանք, որ այդպես է։ Մի քիչ ժամանակը, որքան ժամանակ է ենթադրենք, պարոն Թորոսյանը ասած այդ հարցին ես չեմ կարող պատասխանել ինչքան ժամանակից մեր որովհետև եթե ենթադրենք մեկի երեխան օգտվում է արտոնություններից, ծնողը հանգիստ է։ Այդ Արսեն Թորոսյանի ուզած ժամանակը դեմ է նրանց, ում երեխաները Մենք այդ հարցը տվել ենք պարոն Թորոսյանին, ասեց, որ ինչի եք դուք ուզում, որպեսզի անպայման ձեր երեխան հաշմանդամ լինի։ Այստեղ խոսքը հաշմանդամության չէ, գուցե արտոնություններից պետք է օգտվել, ոչ թե հաշմանդամություններ, լաբորատոր հետազոտությունները, որոնք բավականին թանկ են։ Մանկական էնդոկրինոլոգի բացակայությունը մարզերում խոսել եք թեկուզ այդ մասին, որ մարզերից Այո, ամեն ինչ է խոսել ենք, նաև կրթության համակարգի շուրջ ենք խոսել, որ այս երիտասարդներին հնարավորություն տան, որ ասենք խոսքի քննության ժամանակ կարողանան իրենց այդ դիաբետիկ պարագաները վերցնեն եւ ոչ մի ասենք խնդիր չլինի էլ ինչպես նաեւ բուհերում կարողանան ինչ որ զեղչեր անեն Ժաննա Ադրիասյանը չգիտեմ այդ էլ ժամանակի հետ այդ հարցի շուրջ էլ մենք անդրադառնանք բայց ուզում եի ձեզ ասեմ որ այս համակարգի պահով այսպես ասած չարիք բերեց մեր երեխաների գլխին որովհետեւ Ինչ է նշանակում, եթե իմ ժամանակ իմ երեխային թոշակավորում են, այսինքն այն ժամանակ կոմիսիան ընդունում է, որ իմ երեխան հաշմանդամ է, իսկ ինչի հիմա չեն ընդունում այդ փաստը։ Ուղղակի ինձ ապշեցնում է եւ ընդհանրապես հաշմանդամությունը Այդ դեպքում գուցե գալիս ենք արդեն օբյեկտիվ նրան, թե ինչու են ծնողները դժգոհ։ Ծնողների դժգոհությունները Դիաբետիկ երեխաներին, գիտեք, ես ուզում եմ ասել, որ սոցիալ նախարարություն, խնդրում եմ ձեզ, այդ ֆունկցիոնալության համակարգը հանեք մեր երեխաներից, որովհետև մեր երեխաները ենթաստամոքսային գեղձը ընդհանրապես չի արտադրում այդ ինսուլինը։ Եվ ինչպես եղավ իմ ժամանակ այդ ինսուլինը չի արտադրում, մեզ ասեցին, որ հաշմանդամ եք, իսկ հիմա չեն ուզում ընդունել այդ փաստը։ Այ այդ է հարցը, ու մինչև 18 տարեկան երեխաներին Տիկին Ստեփանյանը ասում է, որ դուք ինչ որ ծախսերի քանակի ինչ որ ցուցակ նկարագրեք, չեմ հասկանում այդ Ինչի Իրենք չեն կարողանում այդ հաշվարկները անել, ամեն ինչ շատ պարզ է, երեխան օրը քանի անգամ ծննդին ինչքան գումար է պետք, ինչի կարիքներ ունեք, առողջարանի, ինչքան ասենք ամսվա կտրվածքով վիտամիններ եք գնում եւ այլն, հասկանում եք, իսկ հիմա մենք այդ ցուցակը մենք կազմել ենք։ Կազմել եք ցուցակը։ Այո, կազմել ենք եւ պատրաստում ենք հանդիպման, բայց ես ակնկալիքներ չունեմ, եթե ճիշտ ասեմ, ինչ որ Այդ դեպքում գուցե Արսեն Թորոսյանը լինի այն օղակը, որը կկարողանա այս միջնորդ լինել ծնողների եւ իշխանության միջև։ Մենք ես ասեմ, որ նաեւ այստեղ ազգային ժողովի падգամավորներ երբ լինում են, այդ հարցադրումները տրվում են նաեւ նրանց, այնպես որ մենք փորձում ենք ավելի վերևներում էլ այս հարցի մասին խոսել։ Ես ուզում եմ, որպեսի պարոն Թորոսյանին մենք դիմել ենք, որպեսի սոցիալ նախարարությունը մեր երեխաներին ապահովի սպորտի տեսակետով։ Որովհետև ասում եմ Տիկին Ստեփանյան, ինչ կարիք կա այդքան բարդացնելու, էլի բերեք այդ սպորտի հարցը լուծենք եւ վերջը Ձեր երեխան սպորտով զբաղվում է։ Նկատի ունեմ ես ինչու եմ ձեր երեխային հարցնում, որտեղ խնդիրներին, քանի որ դուք հիմա խնդիրներ թվարկում եք, հասկանանք դուք ինչ եք կարողացել անել։ Ներկայիս ոչ, բայց ժամանակին այլ հիմնադրամ մեզ հովանավորել է
եւ մենք կարողացել ենք Այսինքն ծնողը պետք է գտնի այդ հիմնադրամը, այստեղ որտեղ է։ Դե բարձում այո, որովհետեւ ձեզ ճիշտ ասեմ, պետությունը պարտավոր է դիաբետիկների հոգսերով զբաղված լինի, չէ որ իրանք անտեսված են։ Ես ձեզ ճիշտ ասեմ, 18 տարեկան անց, տեսեք, ինչ ունեն իրենք, ինչ որ նոր սկսել են, ասենք, թեստ երիզներ բաժանել։ 18 տարեկանը լրանում է, այս իմ աղջիկն է, ասենք 16 տարեկան է, չէ, լրանալու։ Ես էլ եմ էլի այդ խնդիրների առաջ կանգնելու։ 18 տարեկանը լրանալու է, ինչ են իրանք տալիս, առողջապահության նախարարությունը տալիս է այդ ինսուլինները, թեկուզ թեզ երիզները ու բացարձակ ոչ մի բան։ Իսկ Արսեն Թորոսյանի հետ կա այդ քննարկելու օրենսդիր կամ ինչ լուծում է եւ առաջարկ կա թե դեռ։ Իհարկե կա, մենք շատ ենք ուզում։ Առաջարկը ձեր կողմից է թե Արսեն Թորոսյանի կողմից։ Եվ Արսեն Թորոսյանը նշեց, որպեսի այդ հարցը բարձրաձայնի եւ մենք էլ Այսինքն ձեզ հետ համամիտ է, որտեղ կա բացել եւ պետք է իհարկե Արսեն Թորոսյանը լրիվ մեր բոլոր խնդիրների հետ համամիտ է, միայն մի պահ համամիտ չէր, որ ասեց, որ չեմ ուզում, որպեսի ձեր երեխաները այդ հաշմանդամության պիտակ հաշմանդամություն չլինի, թող լինի արտոնություն, թող լինի իհարկե, գիտեք, առողջ ապրելակերպ կամ պատկերացեք 18 տարեկան երեխաների ծնողները եկել են հիվանդանոց պարկել են, մեկ օրվա մեջ 20,000 դրամ են վճարել, ըստ 10 օրվա կտրվածքով 400,000-ից մինչև 500,000 դրամ վճարել են։ Հիմա հարցը վճարում են նաև լաբորատոր հետազոտությունների համար եւ դրա համար մենք գնացինք, որպեսզի այս հարցը բարձրաձայնենք, որպեսզի այս չափահասներին հոգսերը թեթևացնեն, չէ որ իրանք մեր ապագա առողջ սերունդն են, այդ որ այդքան ասում են առողջ ապրելակերպ, այդ դու բավարար եք էլի այդ առողջ ապրելակերպը, իրանք պարտավոր են թե առողջապահության նախարարությունը, թե սոցիալնախարարությունը եւ թե մեր կառավարությունը պարտավոր են, որպեսզի մեր երեխաները առողջ լինեն, չէ որ էս է խնդիրը, միթե էս մեր խնդիրը իրենք հասկանում են բողոք, բայց սա բողոք չի։ Տիկին Վանեսյան, այսպիսի մի հարց էլ կա, ինչ որ ծրագիր, երբ պետությունը որոշակի գումար է առաջարկում ծնողներին եւ այդ գումարը օգտագործելու ժամանակ ինչ որ ժամանակահատված հոգսերը թեթևանում են։ Կա նման բան։ Ճիշտ ասած, ես նման առաջարկ առաջի անգամ եմ լսում, այդ միայն Ենթադրենք ծնողներից մեկին հրավիրում են կամ ասում են 10 երեխայի այս անգամ կարող ենք որոշակի այս գումարը հատկացնել, դուք ինքներդ որոշեք, որին ինչքան, հաջորդ անգամ մյուս տասնյակը կամ հարյուրյակը կամ առաջի անգամ եմ լսում։ Այսինքն սա այսպիսի կամ այսինքն պետք է լինեն բարեգործներ, որ կարողանան ձեզ աջակցել, այո։ Ես տեղյակ չեմ, ճիշտ ասած, ընդհանրապես չգիտեմ այս ինֆորմացիայի մասին ու մենք պատրաստվում ենք, որ միջև վերջ գնանք, ինչպես նաև շատ եմ ուզում, որ մեր վարչապետը իմանա այս խնդիրների մասին։ Տեսեք, ասենք 18 տարեկանից հետո լիքը երիտասարդները բախվում են, այսինքն ինչ է նշանակում 18 տարեկան չափահաս, ինքը չեմ հասկանում։ 18-ից բարձրի դեպքում ինսուլինա նորից պետք է այլընտրանքային ինսուլինի հնարավորություն ունենան։ Այո, լավ կլինի, չնայած այս ինսուլինները ձեզ ասեմ շատ որակով են, շատ մարդիկ գոհ են, դուք կարող եք անձամբ ասենք ծնողների էլ հրավիրել եւ իսկապես իրանք շատ գոհ են։ Ուղղակի ես ինչի համար եմ դժգոհ, որովհետեւ տատանումները շատ են, իմ աղջկա թվերը բարձր է։ Ես ձեզ ճիշտ ասեմ։ Իսկ մրցույթները երբ հայտարարում են եւ շահում են կամ չգիտեմ ինչ մեդներն են շահում կամ ինչ որ բան այդ դեպքում ես պիտի այս հարցը բացաձայնեմ, որ իսկապես լինի այլընտրանքային ինսուլիններ, որպեսզի իմ երեխայի օրգանիզմը, այսինքն չի ընդունում այս ինսուլինները։ Այդ է խնդիրը։ Կարող ենք շատ լավը լինի, բայց օրգանիզմը չի ընդունում եւ ես դա ոչինչ չեմ կարող անել։ Եվ այս հիմնական մեր խնդիրը սենսորներն է, որ շատ կուզենայինք, որ ուրիշ ֆիրմա լիներ։ Այդ մետրոնիկը չլիներ, էլի այսպես ասած։ Հիմա տեսեք, դուք խոսում եք այդ բացերի մասին, այդ բացերի մասին խոսում են նաեւ մյուս ծնողները, որ եղել են ինձ մոտ։ Հիմա ուզում եմ հասկանալ, խնդիրը երկուսինը թե երկու խմբեր եք փաստորեն
Ինչու՞մ է խնդիրը, որ այս խնդիրը պետք է ձեզ համախմբի եւ ոչ թե հակառակը բանակների կամ ճամբարների։ Ուղղակի ասենք իրանք միասին է լինում Տիկին Վանեսյան այն դեպքում, երբ ցուցակը վայրևից միջև վար բոլորի մոտ լինում է ինչ որ բանը, բոլորը պլյուսներ։ Իսկ եթե ինչ որ մեկի անունի դիմաց մնում է բաց, դա արդեն չի լինում միասնական։ Դե ես խնդիր չեմ տեսնում, ասենք մեր նկատի ունեմ որն է պատճառը։ Պատճառը նա է, որ ինչ որ տեղեր ամեն մեկը փորձում է անհատական ձևերով իր երեխայի հարցը լուծել, թե թիմային տարբերակը դեռ կա։ Ճիշտ ասած ոչ մի թիմային տարբերակ չկա, բացարձակ ես չեմ եկել, ասենք ինքս ինձ գովազդեմ, ուղղակի ես ընդհանրապես ուզում էի ձեզ ասեմ, որ առողջապահության նախարարությունը ես իսկապես զգում եմ առաջընթացը եւ ես համոզված եմ իրանք ավելի առաջ քայլեր կանեն, որովհետեւ ես դա զգացի եւ նույնիսկ Տիկին Ավանեսյանի ջեր վերաբերմունքից հասկացա, որ իրենք պատրաստ են մեզ լսելու եւ առաջընթաց քայլեր ձեռնարկելու, բայց ցուցաբնախարարությունից ընդհանրապես մենք չկա բացարձակ լուր ոչ մի բան, հակառակ իրանք շեշտում են, որ դա առողջ ապրելակերպ է, պատկերացրեք կոմիսիայի ժամանակ, երբ որ մամաները գնում են արտասվելով դուրս են գալի, երեխաներին ճնշում են, չգիտեմ, ինչ եք դուք ուզում համարեք հաշմանդամ, ձեր ոտքը ձեռքը տեղա, ինչ է նշանակում ձեռքը ոտքը տեղա կամ ֆիզկուլտուրայի դասընթացներ է, այդ այսինքն գնացեք վատացեք, հասդարձեք ծայր աստիճան վատ, նոր եկեք մենք ձեզ այդ կարգը կտանք։ Ես գիտեք ինչ կուզենայի, որ ասենք եթե այդքան խոսում են, չէ, ես կուզենայի, որ առողջապահության նախարարությունից, թե սոցիալնախարարությունից ընդհանրապես գային մի քանի օրով մեզ հետ ապրեին, նոր կհասկանային դիաբետը ինչ է եւ ինչպես են, ասենք դողում եմ ես ամեն վարքյան, ես տեսակ էլի նոր հեռախոսը ձեռքից ես իմ երեխայի թվերն էի նայում, տեսնում էի, որ իջնում է, բարձանում է, չգիտեմ էլի այսպիսի շատ խնդիրներ կա, որ խոցելի, որ ընդհանրապես դեռ չի լուծվել, մեր պայքարը ամեն ինչ առջևում է եւ մենք պետք է միջև վերջ գնանք, չգիտեմ, ամեն մարդ միգուցե անհատական գնա այս խնդիրները ներկայացնի, բայց կյանքը ցույց է տալի, եթե մարդիկ անհատներով են փորձում խնդիր լուծել, այդ խնդիրը չլուծված է լինում, որտեղ մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չի ստացվում կամ մյուսը համբերատար է լինում, մյուսը ոչ։ Ճիշտ եք ասում։ Ես ծնող գիտեմ, որ 7-ից 8 տարի է ոչ մի արտոնությունից, նույնիսկ անվճարային այդ պարագաների չի կարողանում օգտվել, նույնիսկ նմանատիպ ծնողներ կան։ Նույն Ալինայի մասին խոսեցինք, նույն Ալինան Սյունիքից եկել է հասել Կոտայքի մարզ, այսինքն Երևանից մոտ է բնակվում, զուտ նրա համար, որ իր երեխային մի բան լինելու դեպքում ինքը կարողանա հասնի համապատասխան բաժանմունք եւ երեխային օգնություն ցուցաբերի։ Այո, բայց գիտեք, ես մի հարցի շուրջել էի ուզում ասեի, որ տեսեք, չգիտեմ ինչի դիաբետը նախարարության կողմից եկել են միջև 18 գումարած, միջև 28 կամ 28 գումարած, ինչի են, ասենք, այդ տարիքային տարբերությունը ես չեմ հասկանում, այդ 28-ից հետո այդ դիաբետը երեխաներին ամեն դեպքում ձեր աջակցությունը դեռ օգնությունը պետք է մյուսները 28 գումարած ընդհանրապես բոլորովին անտեսված են, թե առողջապահության, թե սոցիալնախարարության կողմից տալիս են ընդամենը ինչ որ երկու տեսակ ինսուլին եւ վերջ, ընդ որում գենսուլինը ահավոր անորակ է։ Ընդ որում գենսուլինի հետ կապված ես ուզում եմ Անուշ Պողոսյանի հետ զրուցել այստեղ այս տաղավարում, խնդիրը կբարձրացնենք եւ անպայման կբարձրացնենք, որովհետեւ գենսուլինը բացարձակ ոչ մի կերպ չի ազդում թվերի վրա, նույն բարձր թվերն ա լինում եւ դիաբետիկ պարագաներ չեն տալիս, հարց էլի ինչի չեն տրամադրում այս չափահաս մարդկանց վերացել է, այսինքն այդ դիաբետը, չէ որ իրանք նույն մարդիկն են, ուղղակի չափահաս են այդ մարդիկ, տեսեք, ասենք իրանք աշխատավարձ են ստանում, խոսքի օրինակ 120,000 դրամ, իրանք այդ հարկերն են վճարում եւ այդ ինսուլինները, որոնք անորակ են, իրանք այսպես ասած աղբանոցն են թափում եւ գնում են իրանց համար այդ որակով ինսուլինը։ Հիմա այդ
մեկ ինսուլինը մի սրվակը արժե 7000 դրամ, պատկերացնում եք, ասենք 10000 դրամ։ Փաստորեն ստացվում է, որ բոլոր աշխատավարձը իրենք տրամադրում են այդ դիաբետիկ պարագաներին։ Էլ չեմ ասում հաշվարկը, որ իրենք այդ մարդիկ իրավունք ունեն առողջարանից օգտվել, բուժի ծառայություններից եւ նաեւ հետազոտություններից, չէ՞ որ այդ ամեն ինչը մի մեծ թիվ է։ Ամեն մի ասենք խոսքի հետազոտությունը, եթե ասենք սոնոգրաֆիան այդ անալիզները արժե 20000, 30, 100,000 դուք պատկերացնում եք մարդը ինչքան պետք է գումար ունենա, որպեսզի կարողանա այդ ամեն ինչից օգտվի։ Եվ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում դիաբետիկները ընդհանրապես անտեսված են։ Եվ ստացվում է, որ դուք թեև գոհ եք, բայց այդ շակերտային գոհն է, գոհունակությունն է։ Որովհետև այն խնդիրների մասին, որոնք հիմա դուք խոսեցիք, ավելի շատ են, քան ձեր գոհ լինելու այն որոշակի խնդիրները։ Սա նշանակում է, որ առողջապահության նախարարությունը մեզ լսել է։ Բայց Իվանեսյան գոհ են լինում այն դեպքում, երբ արդեն ասում է առարկայական ձեռքի տակ ունեք ինչ-որ շոշափելիք եւ ասում եք մենք գոհ ենք։ Եկեք արձանագրենք, որ ձեր գոհունակության տակ շատ նաեւ դժգոհություններ կան։ Իհարկե կան դժգոհությունները, գիտեք, չի ասի դժգոհություն, գիտեք, բայց կիսապառատ բաներ կան։ Օգնություն, այսպես ասած, պահանջ, որպեսզի իրանք ավելի ուշադիր լինեն եւ բոլորը կարողանան բավարարեն, էլի, ինչպես ձեզ, չգիտեմ, ինչպես կարելի է այս հարցը ասել, որպեսզի այս օգնություն մեր պահանջները, մեր կարիքները բավարարեն, որպեսզի այս երեխաները կարողանան իսկապես առողջ ապրելակերպ ունենան։ Եվ չասել, որ հաշվանդամ են, ինչպես Արսեն Թորոսյանը խուսափում է այդ հասկացողությունից, մոտավոր, ասացիք, որ առաջարկների ցանկ ունեք եւ այդ առաջարկները փաստորեն կազմել եք ծնողների հետ միասին, քննարկել եք եւ այդ առաջարկները ինչպես է քննարկումները լինում, հավաքում եք ինչ-որտեղ թե խմբեր ունեք, որտեղ այդ մասին խոսում եք, ինչպես է կազմել այդ առաջարկը։ Viber հարթակում, որտեղ մենք քննարկում ենք այս հարցերը։ Բայց ես ես մի բան էլ ասենք կիսվեմ ձեզ հետ, քանի որ այսքան ասենք այս մեր հարցերը բարձրաձայնվեցին, նաև երեխաները, չափահասները, երիտասարդները նույնպես ցանկանում են իրենք հավաքվեն եւ գնան նախարարների հետ հանդիպում ունենան։ Ընդ որում ես եթե երեխաները ցանկություն կունենան եթերից հանդես գալ իրենց խնդիրների մասին, մեր հարթակը բաց է, այնպես որ սիրով կընթառաջենք, որտեղ երբեմն երեխաներ կան, որ չեն ուզում, որ իրենց այդ խնդրի մասին կողքին իմանա եւ այլն, բայց եթե կլինեն չափահասներ, ոչ թե անչափահասների մասին չէ խոսքը, չափահասներ, որոնք կցանկանան այդ խնդիրը, այնպես որ մեր հարթակը բաց է նաև իրենց համար։ Դե գիտեք ոնց է, ասենք խոսքի ես ծնող եմ, կարող է ինչ-որ այն չասեմ, իսկ այն ինչ-որ դիաբետիկ երեխան ազգում, չափահասն ազգում, այլ արդեն այլ է իրանց այդ զրույցը, իրանք պատմեն, թե ինչ են զգում, ինչ են անում եւ ինչ կցանկանային, ինչ կուզեին։ Շատ կուզենայի էլի, որպեսզի մեր հասարակությունը ընդհանրապես իմանա դիաբետի մասին, որ կարողանան առաջի օգնությունը ցույց տան։ Տեսեք, ասենք դպրոցներում հիմնականում չգիտեն նույնիսկ ճիշտ ներարկումը շաքարային դիաբետի պահով, հասկանում եք, օրինակ մեր դպրոցում հիմա աղջկանց գիտեն ինչպես ճիշտ ներարկել։ Այդ բուժքույրը գիտի ու նաև ձեզ մի փաստ էլ ասեմ, որ կան մանկապարտեզներ նույնիսկ չեն ցանկանում դիաբետիկ երեխաներին վերցնել։ Որտեղ ամեն դեպքում հոգսել են, այսպես ասած, իրենց համար։ Չեն ուզում, ինչա նշանակում, որ չեն ցանկանում, էլի։ Ու այսպես շատ Հիմա այս բոլորի մասին, որ խոսեցինք, այս խնդիրները ձեր առաջարկի մեջ կա գրված, որ քննարկել եք ծնողների հետ եւ պետք է ասենք Արսեն Թորոսյանի լրիվ մանրամասը մենք բացատրել ենք, պատմել ենք, ներկայացրել եք գրավոր։ Այո, ներկայացրել ենք, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի ես դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ժամանակ արագացնելու համար օգտագործեք մեր հարթակը,
Գուցե որքան Երբ որ այդ շատ ամեն խոսենք, ինչը լինի, երբ որ մենք ինչ-որ մի հատ հայտարարի գանք, իրանք ինչ-որ նորություն ասենք, մենք ձեզ անպայման եւ մի կտեղեկացնենք։ հարց էլ, այդ առաջարկները երբ որ գրում եք, կան ծնողներ, իրավաբանական կրթությամբ, հոգեբաններ, այսինքն ամեն դեպքում այդ առաջարկները պետք է լինեն նաեւ որոշակի ձևով մասնագետների կողմից։ Այո, կան, ասենք, խոսքի իրավաբան կա, մեր աղջիկներից մեկը ուղղակի շատ Նկատի ունեմ, որ այդ առաջարկները նորից ձեզ ետ չուղարկեն լրամշակելու կամ վերամշակելու քննարկումները այդպես է արվում։ Այո, մենք մշակում ենք, բայց գիտեք, ես շատ կուզենայի, որ չգիտեմ, տեսնենք Արսեն Թորոսյանի հետ այս ամեն ինչը ինչ որ հայտարարի գալիս է, ըստ այդ հիման վրա մենք կցանկանանք նաև դիմենք պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց չգիտեմ ինչի իմ նամակները տեղ չի հասնում, չգիտեմ, ուղղակի նեղվում եմ էլի, որ ես գնում եմ վարչապետի աշխատակազմ, ես իմ նամակը գրում եմ, մեկ է տեսնում եմ իմ նամակը ուղարկել են նորից սոցիալ նախարարություն կամ առողջապահության նախարարություն, ասում եմ ինչի եք էլի դուք ուղարկում, չէ որ ես ուզում եմ, որպեսզի անպայման վարչապետը իմանա, ես շատ սրտանց ուզում եմ եւ ես համոզված եմ, որ պարոն Փաշինյանը եթե իմանա, մեր այս ընթացքին այլ ձևով կտա, մեր հոգսերը կթեթևացնի պարոն Փաշինյանը, մենք համոզված ենք դրանով։ Հուսանք, որ ձեր հոգսերը կթեթևացնի կամ Արսեն Թորոսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, բայց նորից արձանագրենք, որ ժամանակը երեխաների դեմ է, այնպես որ սա, չգիտեմ, ծաղիկ չենք ցանել, ջրենք, որ դուրս գա կամ հակառակը, դրանք մարդկային կյանքեր են, ճակատագրեր են, որոնց հանդեպ պետք է շատ ուշադիր լինել եւ ինչպես իրենք են երևի թե ֆիքսում, ընդամենը 900 երեխայի մասին է, 900 երեխան, դրանք 900 անգամ 4 ընտանիքի անդամներն են, 14 անգամ դա իրենց միջավայրն է, անգամ 24 դրա արդեն դառնում է հասարակությունը։ Տիկին Վանեսյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր փոքրիկ հաղորդման համար։ Եթե կարիք կլինի, մենք կփորձենք նաև այսպես դեռ բաժանված երկու ճամբարի ծնողներին համատեղել մեր հարթակում, լսել ձեր կարծիքը, լսել նրան, գուցե դա կլինի քննարկում կամ կդառնա բանավեճ, կարևորը հարցի լուծում տալն է, թե ձևաչափը ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա։ Այնպես որ փորձենք մեր հաղորդումներով էլ արագացնել Արսեն Թորոսյանի այս հարցի հետ կապված մոտեցումները, եթե որոշել է արձակուրդից հետո կամ նախընտրական փուլում այս ամենին անդրադառնալ, հորդորենք, որ երեխաները ժամանակ չունեն, որքան շուտ, այնքան լավ։ Շնորհակալություն եմ հայտնում, կսպասենք նաև ձեր կողմից նորություն լինելու դեպքում արձագանքին եւ հարթակը բաց է, խնդրեմ հրավիրեք։ Շնորհակալ ենք։ Հաջորդը կհուսամ կլինի Անուշ Պողոսյանը եւ այսպես։ Եվ մի բան էլ էի ուզում հարցնել, քանի դեռ հաղորդումը չի ավարտվել։ Առաջարկները, որոնք ներկայացնում եք Արսեն Թորոսյանին, Կաթիլ հիմնադրամի հետ ինչ որտեղ քննարկումներ եղել են, որտեղ կարծում Կարինե Մխիթարյանից բացի Կարինե Մխիթարյանը ավելին գիտի, ավելին տեղեկացված է, լինի կա այդ հասարակական կազմակերպության հետ ձեր համագործակցությունը, թե դուք ձեզ համար, Կաթիլի իր համար։ Դե գիտեք, այդ պահով ես տեղյակ չեմ։ Այսինքն դուք ձեր առաջարկները չեք քննարկել Կաթիլի հետ։ Ոչ, մենք չենք քննարկել, մենք պարզապես մեր խնդիրները գրել ենք եւ ներկայացրել ենք պարոն Արսեն Չեք վստահում Կաթիլ հիմնադրամի ձեր խնդիրները բարձրացնելու համար, թե բացարձակ նկատի ունեմ ինչու եւ եթե համատեղ լինեք գուցե ավելի հզոր ուժ կլինեք։ Դե ճիշտ ասած չենք մտածել այդ հարցի շուրջ, ուղղակի մենք մեզանով որոշել ենք այդ ամեն ինչը կազմակերպենք եւ Դե տեսնենք ձեզանովն է ստացվում, թե համատեղ ուժերով կստացվի։ Դա միգուցե չգիտեմ։ Տիկին Վանեսյան, ձեզ համբերություն, ձեր երեխաներին առողջություն եմ աղթում եւ մեր կողմից խոստանում եմ, որ քանի դեռ այս հարցը բաց տեղեր կունենա, մենք պատրաստ ենք աջակցելու եւ օգնելու, ինչպես տարիներ առաջ ենք սկսել այս պայքարը, նոյանտապանը ձեր կողքին է։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։